17 բնակավայր ու 2 բնակատեղի են ներառված Շիրակի մարզի Անի համայնքում։ 2024 թվականը համայնքի տարբեր բնակավայրերում բուռն աշխատանքների տարի է եղել, ասում է համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանն ու հավելում, աշխատանքների տեմպերը պետք է բարձրացնել նաև այս տարվա ընթացքում։ Ծրագրեր իրականացնելիս հաշվի են առնվել բնակիչների կողմից առանձնացված առաջնահերթությունները, որոնք հիմնականում առնչվել են շուրջօրյա խմելու ջրի ապահովմանը։ Հիմնականում խնդրահարույց գյուղեր ունենք, Քարաբեր, Ծիծյանկող, Լանջիկ գյուղերը։ Հիմա 3 գյուղի ջրամատակարարումը դարձել է շուրջօրյա, կազմակերպվել է։ Պետական ծրագրերով Սառնախբյուրում նախատեսվում է կառուցել 578 աշակերտ հզորության նոր դպրոց։ Բագրավանի դպրոցը նախատեսվում է հիմնանորոգել, իսկ Քարաբերդն էլ կունենա 50 տեղ հզորության նոր մանկապարտեզ։ Մինչ կմեկնարկեն այս շինաշխատանքները, Շիրակավան եւ Ջրափի բնակավայրերում արդեն սկսել են դպրոցաշինության աշխատանքները։ Մեկնարկել է 2 դպրոցաշինություն Շիրակավան եւ Ջրափի գյուղերում 288 տեղանոց դպրոցներ է կառուցվում եւ շուտով կսկսվի Մարալիկ քաղաքում 150 տեղանոց մանկապարտեզ եւ Քարաբերդ գյուղում 50 տեղանոց մանկապարտեզ կառուցումը հիմնանորոգում եւ ելի շնորհակալություն մեր կառավարությանը ամբողջությամբ ֆինանսավորումը զարգացման ծրագրի միջոցով այդ դպրոցների եւ մանկապարտեզների շինարարությունը ամբողջությամբ կառավարությունն է կատարում։ Ճանապարհաշինական աշխատանքները եւս չեն զիջում Անի համայնքում մի շարք բնակավայրեր տանող ճանապարհներ են ասֆալտապատվել։ Անցած տարի մենք սկսել ենք սուբվենցիոն ծրագրով Սառնախբյուր մուտքի ճանապարհը մոտ կիլոմետր 300 մետր, որի արժեքը 120 միլիոն դրամ է։ Բացի դրանից ելի սկսել ենք ավարտական փուլում է Սարակապ տանող ճանապարհը մոտ կիլոմետր ու կես, որի արժեքը 139 միլիոն է եւ Հայկաձոր տանող ելի նույնպես մի կիլոմետր ու կես ճանապարհը, որը 141 միլիոն դրամ է։ Այդ համամասնությունը 45-55 ելի սուբվենցիոն ծրագրով մեծ մասնաբաժինը ելի կառավարությանն է։ Եթե նախկինում մի քանի բնակավայրերի դեպքում էր, ապա այսօր Անի համայնքի բոլոր բնակավայրերում իրականացվում է պատշաճ աղբահանություն։ Անի համայնքում ընդհանուր առմամբ լուսավորության շուրջ 400 հենասյուներ են փոխվել, շուրջ 1500 LED լուսատուներ են տեղադրվել։ Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսական ոլորտի բարելավմանը։ Մոտ 9 գյուղում մոտ 14 տեղ տեղադրվել է անասունների համար խմոստներ, մոտ կիլոմետրերով ջրահեռացման համակարգերն է մաքրվել, սելավատարերը, արոտներում բավականին տարածքներ արդեն կատիլային ջրահեռացման համակարգերով բավական մեծ ծառատունկեր են կազմակերպվել։ Սարիբեկյանի խոսքով 2025-ը աշխատանքների ծավալներով կգերազանցի նախորդ տարվան։ Դրանք ուղղված են համայնքի տեսանելի ու չարչարքված խնդիրների լուծմանը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։